Բարև հարգելի լսարան, ես Անժելան եմ։ Նրանք, ովքեր ծնվել են ամեն ամսի 3-ին, 12-ին, 21-ին կամ 30-ին, այսօր բացահայտում ենք այդ թվերը կրողների գաղտնի կոդը, կյանքի ուղին։ Էզոթերիկ ավանդույթում այս թիվը խորհրդանշում է ստեղծագործ միտքը, կենդանի խոսքը, ոգեշնչումը և կյանքի հանդեպ հետաքրքրությունը։ Համապատասխանում է հիմնական 3 թվի թրթռումին։ Սա այն մարդկանց թիվն է, ովքեր աշխարհը հաճախ տեսնում են ոչ միայն այնպիսին, ինչպիսին կա, այլ նաև այնպիսին, ինչպիսին այն կարող է դառնալ իրենց մտածելակերպով։ Թվերի մեկնաբանությամբ այս մարդիկ սովորաբար օժտված են հաղորդակցվելու, մարդկանց ոգեշնչելու և գաղափարներ փոխանցելու տաղանդով։ Նրանք հեշտությամբ են մտերմանում, սիրում են սովորել, սովորեցնել, պատմել, ստեղծել ու իրենց մտքերով ազդեցություն ունենալ շրջապատի վրա։ Նրանց համար խոսքը պարզապես հաղորդակցության միջոց չէ, այն կարող է լինել բուժող ուժ, ոգեշնչման աղբյուր և նույնիսկ կյանքի ուղին փոխող ազդակ։ Այս թվի խորհրդանշական մոլորակը համարվում է Յուպիտերը, ընդարձակման, իմաստության, բարեկեցության և հնարավորությունների խորհրդանիշը։ Յուպիտերի ազդեցությունը կարծես մարդուն մշտապես հրավիրում է աճելու գիտելիքով, փորձով ու հոգևոր հասունությամբ։ Սակայն Յուպիտերը նաև հիշեցնում է, որ իրական մեծությունը սկսվում է ներքին կարգապահությունից և ոչ թե միայն մեծ երազանքներից։ Թիվ 3-ի և այդ համախմբում ընդգրկված մարդիկ հաճախ օժտված են հարուստ երևակայությամբ, նուրբ հումորով, գեղագիտական ճաշակով ու մարդկանց տրամադրությունը բարձրացնելու ունակությամբ։ Նրանց ներկայությունը հաճախ լույս է բերում նույնիսկ ամենամռայլ միջավայրում։ Շատերը հենց իրենք էլ չեն գիտակցում երեքներից, թե որքան ուժեղ ազդեցություն կարող են ունենալ մեկ անկեղծ խոսքի կամ ժպիտի միջոցով։ Բայց այս թվի յուրաքանչյուր նվեր իր հետ բերում է նաև փորձություն։ Երբեմն թիվ 3-ի մարդիկ սկսում են միաժամանակ բազմաթիվ գործեր, բայց դժվարանում են ավարտին հասցնել դրանք։ Երբեմն չափազանց կախված են դառնում շրջապատի գնահատականից կամ վիրավորվում են քննադատությունից։ Նրանց ներշնչանքը կարող է արագ փոփոխվել, բայց նույնքան արագ էլ մարել։ Եթե կորցնեն հավատը սեփական ուժերի հանդեպ, ապա իրենց ներշնչանքը իրենց երկար տեղ չի տանի։ Այս թվերի համախմբի գլխավոր դասը սովորելն է չցրել սեփական էներգիան։ Երբ գաղափարները դառնում են նպատակ, իսկ նպատակը հետևողական աշխատանք, թիվ 3-ի ներուժը բացվում է ամբողջ ուժով։ Եթե ձեր ծննդյան օրը 3-ն է, 12-ը, 21-ը կամ 30-ը, ապա գուցե ձեր կյանքի գլխավոր առաքելություններից մեկը մարդկանց մեջ հույս, գեղեցկություն և հավատ արթնացնելն է։ Ոչ բոլորն են ստեղծում ձեռքերով, մարդիկ ստեղծում են նաև մտքերով։ Ոմանք ստեղծում են խոսքով, իրենց ներկայությամբ ու բարությամբ։ Նշեմ նաև, որ ոչ ամեն դեպքում է, որ 3 թվի թրթիռը կրում են այդ համախմբում ընկած բոլոր թվերը, 12-ը, 21-ը, 30-ը նաև։ Յուրաքանչյուր թիվ պահպանում է իր անհատական խորհուրդը, քանի որ Տարոյի խորհրդանշական համակարգում դրանցից յուրաքանչյուրին համապատասխանում է տարբեր ավագ արքան։ Դա նշանակում է, որ բոլորն ունեն ստեղծագործության, ինքնարտահայտման և հաղորդակցության ընդհանուր ներուժ, սակայն այդ ներուժը յուրաքանչյուրի կյանքում դրսևորվում է տարբեր կերպ։ 3-ը կապված է ավագ արկաներից կայսրուհի արկանի հետ, 3-րդ արկանն է և արտահայտում է ստեղծագործություն, առատություն, գեղեցկություն և կյանքի պտղաբեր ուժ։ 12-ը պատասխանում է կախված մարդու արկանի հատկանիշների համար, որի գլխավոր դասը համբերությունն է, ներքին վերափոխումը, աշխարհը նոր տեսանկյունից տեսնելու կարողությունը, հոգևոր հասունացումը և կայուն դիրքեր ընտրելը,
հանրային շփումներում։ 21-ը համապատասխանում է աշխարհ արկանին, 21-րդ արկանին, խորհրդանշելով ամբողջականություն, կյանքի փուլերի հաջողավարտ, լայն աշխարհայացք և մեծ նպատակների իրականացման ձգտում։ 30-ը թեև թվաբանական հաշվարկով կրկին վերադառնում է 3-ի թրթիռին, 3 գումարած 0-3, իր մեջ կրում է նաև 0-ի խորհրդանշական ուժը։ Էզոթերիկ որոշ ավանդույթներում 0-ն դիտվում է որպես անվերջ հնարավորությունների, ներքին ներուժի և նոր սկզբի խորհրդանիշ։ Այդ պատճառով 30-ով ծնված մարդիկ հաճախ զգում են, որ իրենց կյանքում մեկից ավելի անգամ սկսում են ամեն ինչ նոր էջից, յուրաքանչյուր անգամ դառնալով ավելի հասուն ու ավելի իմաստուն, և իրենց մեջ կրում են նախորդ 3 արկաններից յուրաքանչյուրի որոշակի չափաբաժին։ Այսպիսով, սիրելիներս, եթե երկու մարդ ծնվել են օրինակ 3-ին, 21-ին, 12-ին, 30-ին, նրանք կարող են կրել նույն հիմնական թվային 3-ի թրթիռը, սակայն նրանց կյանքի փորձառությունները, ներքին դասեր և աշխարհին ներկայանալու ձևը զգալիորեն տարբերվում է, բայց հիմնականում հանգում է 3 թրթիռի հնարավորություններին։ Եթե ձեր մոտ հարցեր կառաջանան թվերի վերաբերյալ, ձեր գիտելիքները ավելի ծավալուն դարձնելու, նրանց դերը ձեր կյանքում իմաստավորելու համար, գրեք մեկնաբանություններում, ես կպատասխանեմ ձեր հարցերին, և մի մոռացեք, եթե կարելի է, ցանկանում եք բաժանորդագրվել, ձեր հետ Անժելան էր։